Խոյեր, պատրաստվեք։ Հաջորդ տարին խոստանում է լինել յուրահատուկ։ Դրա ռիթմը կնմանվի խելահեղ մրցավազքի, որտեղ ճանապարհի հարթ հատվածները հերթագայում են կտրուկ շրջադարձերով։ Տարվա էներգիան հզոր է, անսանձ եւ արագ։ Սա այն ժամանակն է, երբ ամեն ինչ արագ կպատահի եւ իրադարձությունները կհաջորդեն միմյանց գլխապտույտ արագությամբ։ Ձեր խնդիրը ոչ միայն այս հոսքին ենթարկվելն է, այլև այն վերահսկել սովորելը։ Տարին ձեզանից կպահանջի կենտրոնացում, բայց նաև չի խնայի հետաքրքիր պարգևները։ Այս ճանապարհորդությունը կլինի բնավորության փորձություն եւ հնարավորություն ցույց տալու ձեր լավագույն կողմը։ Երկու հզոր ուժեր, ինչը ձեզ առաջ կտանի։ Այս տարի ձեր ճակատագրի վրա կազդեն երկու հակադիր, բայց կարևոր էներգիաներ։ Մի կողմից ձեզ սպասում է երազանքների եւ ոգեշնչման մի շրջան, ձեր շրջապատող աշխարհը լցված կլինի ստեղծագործական ուժով, ձեզ մղելով դեպի նոր, անշոշափելի եւ գեղեցիկ մի բանի։ Ձեր մտքում կսկսեն ի հայտ գալ համարձակ գաղափարներ եւ ձեր սիրտը կձգտի բարձր նպատակների։ Դա նման է քամու, որը լցնում է ձեր արագածները եւ կանչում ձեզ դեպի անհայտը։ Մյուս կողմից դուք կհանդիպեք մի ուժի, որը կոչ է անում կարգուկանոնի եւ պատասխանատվության։ Այս էներգիան պահանջում է կառուցվածք, հստակ ծրագրեր եւ դրանց խստորեն պահպանում։ Այն կհիշեցնի ձեզ ավարտել սկսածը, աշխատել ջանասիրաբար եւ դիմադրել պահի ազդակներին։ Այս ամենը նման է ամուր շրջանակի, որը կկանխի ձեր ժայռերի մեջ բախվելը եւ կօգնի ձեզ մնալ ճիշտ ուղու վրա։ Տարվա գլխավոր մարտահրավերները կլինի այս երկու վիճակների միջև հավասարակշռություն գտնելը, երևակայության թռիչքների եւ ոտքերի վրա ամուր կանգնելու անհրաժեշտության միջև։ Նրանք, ովքեր կարող են համատեղել ոգեշնչումը կարգապահության հետ, կկարողանան մեծ բաների հասնել։ Տարվա սկիզբ, հունվար եւ մարտ։ Տարվա առաջին կեսը ոչ մի բանի մեջ շտապելու ժամանակը չէ։ Փոխարենը տիեզերքը ձեզ հրավիրում է մանրակրկիտ նախապատրաստվել։ Պատկերացրեք, որ դուք երկար ճանապարհորդության շեմին եք եւ հիմա ամենակարևոր պահն է ստուգելու ձեր սարքավորումները եւ պլանավորելու ձեր երթուղին։ Այս ամիսների էներգիան խրախուսում է խորը ինքնադիտարկումը։ Արժե ինքներդ ձեզ ճիշտ հարցեր տալ։ Ինչ եք իրականում ուզում։ Ինչ իրական նպատակներ են ձեզ մղում։ Ինչը պետք է փոխվի ձեր կյանքում։ Սա իդեալական ժամանակահատված է ձեր մտքերն ու զգացմունքները դասավորելու համար, ինչպես են հագուստով լի պահարանները։ Դեն նետեք բոլոր ավելորդ իրերը, որոնք ծանրաբեռնում են ձեզ եւ խոչընդոտում ձեր առաջընթացին։ Պահեք միայն այն, ինչ իսկապես արժեքավոր է եւ կարեւոր է։ Մրցավազքը սկսելու փորձը առանց այս ներքին աշխատանքն ավարտելու կարող է ապարդյուն լինել։ Շտապելու վրա ծախսած ձեր էներգիան արագ կսպառվի, չկարողանալով ապահովել ցանկալի արդյունքը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հաղորդակցության եւ տեղեկատվության հետ կապված ամեն ինչին։ Փետրվարի վերջից մինչեւ մարտի վերջ ժամանակահատվածը հնարավորություն է վերանայելու հին պայմանավորվածությունները, ավարտելու անավարտ զրույցները եւ ուղղելու թյուրըմբռնումները։ Մի պարտադրեք իրերը կամ մի պնդեք ձեր սեփական ճանապարհով, երբ դիմադրության հանդիպեք։ Շատ ավելի արդյունավետ է հետ նայել եւ ուղղել անցյալի սխալները։ Ամբողջ տարվա հաջողությունը կախված է նրանից, թե որքան ամուր է ձեր դրած հիմքը։ Վճռական գործողությունների ժամանակ, ապրիլ-հունիս։ Գարուն այն ժամանակն է, երբ իրավիճակը արմատապես փոխվում է։ Կուտակված էներգիան պահանջում է ելք եւ գտնում է այն։ Դուք կզգաք ուժի եւ ինքնավստահության հզոր ալիք, գործելու եւ շրջապատող աշխարհը փոխելու ցանկությունը կդառնա ձեր գլխավոր շարժիչ ուժը։ Դուք կզգաք, որ բոլոր խոչընդոտները նահանջում են ձեր կամքի առջև։ Այնուամենայնիվ, հենց այս պահին է, որ սպասում է ձեր ուժի ամենամեծ փորձությունը։ Ապրիլի կեսերը կլինեն շրջադարձային պահ, երբ ձեր պոռթկումը կբախվի անփոփոխ կանոնների եւ սահմանափակումների հետ։ Դա նման է արագ հոսողարվի, որը բախվում է ժայռի։ Այս հանդիպման արդյունքը կախված է ամբողջությամբ ձեզանից։ Դուք կարող եք փորձել ուժով քանդել արգելապատնեշը, վտանգելով ձեր սեփական կործանումը, կամ կարող եք ցուցաբերել զսպվածություն եւ իմաստություն գտնելով դրա շուրջը, ճանապարհ կամ զգուշորեն հաղթահարելով այն։ Այս ժամանակահատվածը կպահանջի առավելագույն կենտրոնացում եւ սառը հաշվարկ։ Զայրույթի կամ չափազանց ինքնավստահության նոպայի ժամանակ ձեռնարկված գործողությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Այժմ տարվա սկզբին ներքին
կրկին կարգուկանոն հաստատելու համար կատարված ողջ աշխատանքը կապացուցի իր արժեքը։ Նրանք, ովքեր սովորել են կառավարել իրենց հզոր էներգիան, այլ ոչ թե առաջնորդվել դրանով, հնարավորություն կունենան իրական առաջընթաց գրանցել եւ ղեկավար դիրք զբաղեցնել։ Հաղթանակ եւ գոյության հեշտություն։ Հուլիս եւ սեպտեմբեր։ Եթե պատվով հաղթահարեք գարնանային դժվարությունները, ամառը կլինի ձեր արժանի պարգևը։ Եկել է ժամանակը, երբ դուք կարող եք եւ պետք է քաղեք ձեր աշխատանքի պտուղները։ Կյանքը լի է նոր գույներով, ձայներով եւ հույզերով։ Ձեր շուրջը ամեն ինչ թվում է բարեկամական եւ աջակցող։ Սա բացության, թեթևության եւ ուրախության շրջան է։ Դուք ավելի մոտ կլինեք, քան երբևէ։ Շրջապատող աշխարհի հետ լիակատար դաշնակություն զգալուն։ Այս էներգիան հատկապես հստակ կդրսևորվի զգացմունքների եւ ստեղծագործականության ոլորտում։ Սիրտը պատրաստ է նոր ծանոթությունների եւ խորը փորձառությունների։ Նրանց համար, ովքեր միայնակ են, այս ժամանակը մեծ հնարավորություն է տալիս հանդիպելու հարազատ հոգու, մի մարդու, որի հետ շփումը լի կլինի անկեղծությամբ եւ փոխադարձ հետաքրքրությամբ։ Ինքնարտահայտման, հոբիների եւ հետաքրքրությունների հետ կապված ցանկացած ձեռնարկում կբավարարվի հատուկ հաջողությամբ։ Վերջնական մղում եւ ամփոփում։ Հոկտեմբեր եւ դեկտեմբեր։ Աշունը սկսվում է հնարավորությունների իսկական հրավառությամբ։ Այս սեզոնի սկիզբը փայլուն լույս է բոլոր նրանց համար, ովքեր ներգրաված են իրենց տաղանդների, զարգացման եւ անձնական հարաբերությունների կառուցման մեջ։ Դուք կստանաք եզակի հնարավորություն, կյանքը փոխող քայլ առաջ անելու։ Այս ժամանակահատվածում արտահայտված ցանկացած ձեռնարկում, ցանկացած անկեղծ զգացմունք կստանա հզոր էներգետիկ խթան։ Սա համարձակ խոստովանությունների, կարևոր նախագծերի մեկնարկի եւ ձեր ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելու ժամանակն է։ Այնուամենայնիվ, այս ակտիվության ալիքից հետո գալիս է հանգստության եւ խորը մտորումների շրջան։ Աշնան երկրորդ կեսը կոչ է անում ձեզ լուծել լուրջ մոտեցում պահանջող հարցեր։ Սա վերաբերում է ռեսուրսներին, պարտավորություններին եւ խորապես անձնական, մտերիմ հարաբերություններին վերաբերող ամեն ինչին։ Մոտենում է ֆինանսական եւ հուզական վերագնահատման ժամանակը։ Դուք պետք է նայեք ձեր կյանքի ամենախորը անկյուններին եւ պարզեք, թե ինչն է դարակվել։ Հին պարտքեր, չիրականացված խոստումներ, իրենց ընթացքն անցած հարաբերություններ, այս ամենը կպահանջի ձեր ուշադրությունը։ Այս գործընթացը գուցե ամենահաճելին չլինի, բայց այն անհրաժեշտ է անցյալի բեռը թոթափելու համար։ Բաժանվելով այն բանից, ինչը կորցրել է իր օգտակարությունը, կապահովի թեթևության եւ մաքրագործման անհավանական զգացողություն, թույլ տալով ձեզ ընդունել նոր ցիկլը նորացված ուժով եւ ապագայի նկատմամբ հստակ հայացքով։ Եզրակացություն։ Ձեր հերոսի ճանապարհորդությունը խոյերի համար 2026 թվականը ավելին է, քան պարզապես իրադարձությունների շարք։ Դա լիարժեք ճանապարհորդություն է, կտրուկ վերելքներով եւ պահերով, երբ դուք պետք է շունչը պահեք։ Սա պատմություն է ինքներդ ձեզ հետ ընդհանուր լեզու գտնելու, ձեր ներքին ուժը զսպելու եւ այն ստեղծագործաբար ուղղորդելու մասին։ Այս տարին ձեզ կսովորեցնի ոչ միայն շտապել դեպի ձեր նպատակը, այլև տեսնել ճանապարհորդության գեղեցկությունը, գնահատել լռության պահերը եւ հասկանալ, որ իրական ուժը կայանում է ճկուն, կենտրոնացած եւ միևնույն ժամանակ հրաշքների համար բաց լինելու ունակության մեջ։ Թող այս տարին ձեզ ավելի ուժեղ դարձնի, քան երբևէ։